Ներկայումս պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, որը վերաձևափոխվեց, օրենքի նախագիծը վերախմբագրվեց, որոշ տերմիններ հանվեցին, մտան նորերը, ներկայումս շրջանառության մեջ է, արդեն գործում է նպատակային սոցիալական վճարների մասին անվանումով։ Ինչ փոխվեց իրավական առումով եւ ինչ նորույթ մտցրեց կամ ինչ խնդիրներ նախկինից բերեց իր հետ արդեն գործող օրենսդրությունը։ Որևիցե հարցի լուծում չի տրվել, ճիշտ հակառակը։ Եթե մինչ այդ խնդիրը նրանումն էր, որ խտրականություն էր դրվում 74 թվականից հետո, հունվարի 1 հետո եւ առաջ ծնվածների, միջև ներկայումս ավելացավ նաեւ 96 թվականի ծնվածների առումով որևիցե կերպ հնարավորություն չի տրվում ներկայացնել դիմում եւ ազատվել կուտակային այդ պարտադիր սոցվճարներից։ Բազմաթիվ դասախոսներ, համալսարանները, որոնք նաեւ ունեին մասնավոր սեկտորում աշխատանք, ներկայումս արդեն խնդիրը առաջացնում, նրանք են դուրս գալիս պետական հատվածից իրենց աշխատանքներից հրաժարվում են։ Փաստորեն համակարգը եւ օրենքը ինքնին չի տարանջատում մասնավոր եւ պետական սեկտորում միաժամանակ աշխատելիս որևէ տարանջատում, այսինքն սա 6-րդ հոդվածի խնդիրն է եւ թեպետ վարչապետի կողմից սեպտեմբերի 4-ին տրվեց հստակ հանձնարարական, բայց այդ հանձնարարականը հիմնականում հիմնված է լինելու պարզապես տեխնիկական առումով, եթե հաշվետվարկային հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակում հնարավորություն տա տարանջատել եւ մարդկային գործոնի վրա։ Արդյոք Սահմանադրական դատարանի վճիռը իրավական կիրառում չգտավ արդեն գործնական հողի վրա։ Սահմանադրական դատարանի որոշումների չկատարման համար նախատեսվում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով, սակայն այդ հոդվածից արձանցյալ որևէ իրավական ակտ, որևէ այլ իրավական նորմ չի ապահովում Սահմանադրական դատարանի որոշումների չկատարման համար այդ պատասխանատվությունը։ Արդյունքում մենք իրավական դաշտում ունենում ենք մի իրավիճակ, երբ երկրում Սահմանադրական դատարանի, այսինքն երկրի ամենաբարձր դատարանի իրավական նորմերը, որոշումները կրում են բացառապես դեկլարատիվ բնույթ։ Սահմանադրական դատարանը իր վճիռը երբ հրապարակեց, այդ ժամանակ ակնկալիք կար, որ մինչ վճիռը գանձված վճարները պարտադիր կուտակային պետք է վերադարձվեն։ Ոնց պետք է վերադարձվի, ով պետք է վերադարձվի, մինչև հիմա վերադարձվում են, թե ոչ, գիտենք, որ չեն վերադարձվել։ 81-րդ հոդվածի ուժով նշված է, որ գումարները 2014 թվականի հունվարի 1-ից մինչ հուլիսի 1-ը գանձված գումարները ենթակա են վերադարձման արդեն 2015 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ը։ Ինչն է խնդիրը իրավական։ Որոշման մեջ հստակ նշված է, որ գումարները ենթակա են վերադարձման առանց որևէ ժամկետային սահմանափակումների։ Առաջի կետը արդեն խախտված է։ Իրավունքների պաշտպանության համար քաղաքացիական օրենսդրությունը նախատեսում է նախ եւ առաջ 3 տարվա հայցային վաղեմություն։ Այն պահից հետո, երբ անձը պետք է իմանար կամ իմացել է իր իրավունքների խախտման մասին, քանի որ ապրիլի 2-ին անձը իմացել է, որ հակասահմանադրական նորմ ճանաչելու արդյունքում նրա իրավունքները խախտված է, քաղաքացիական իրավունքը նախատեսում է 3 տարվա հայցային վաղեմություն։ Այսինքն, այստեղ մոտ 4.5 գրեթե, 4.5-5 ամսվա վաղեմությունը դիմելու եւ եթե անձը այստեղ չի վատառողջ է եւ այլն, ինչ կլինի նրա գումարների հետ, եթե դեկտեմբերի 25-ին նա միջև դիմում չներկայացնի, բաց է։ Այսինքն առաջի իրավական կոպիտ մարդու իրավունքների խախտումը այստեղ մենք արձանագրում ենք։ Երկրորդը, նույն քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է նորմ, երբ ապօրինի գանձված գումարները ենթակա են վերադարձման, գումարած քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսադրույքներով կենտրոնական բանկի տարեկան տոկոսադրույքի համաչափության մեջ։ Այսինքն, իսկ այս պարագայում նույնիսկ այդպիսի մի հրապարակում եղավ, որ մարդկանց գումարները ոչ միայն այդ գումարի սահմաններում պետք է վերադարձվեն, այլ նույնիսկ մի փոքր նվազ, այսինքն նույն այդ բանկը 1 տարուց ավել շրջանառության մեջ դրված ապօրինի ստացված գումարները ոչ միայն պարտավոր է 411 հոդվածի ուժով եւ այլ իրավական նորմի ուժով, որ համար կոչվում է անհիմն հարստացում, պետք է շատ ավելին վերադարձնի ժողովրդին, այնինչ նա 2-ից 3% պահումներ է անում։ Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում, սա քաղաքացիական օրենսդրության նորմի խոսք չեմ գտնում ինչպիսի խախտում է։ Բարի, շատ շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։